Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր լարվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, ինչն է դարձել հերթական տարաձայնության պատճառը։ Ընտրությունից հետո Փաշինյան-Պուտին առաջին զրույցի առանցքում ոչ թե շնորհավորանքներն էին, այլ տնտեսական խնդիրները, ինչ ուղերձ է փոխանցել Փաշինյանը Պուտինին և ինչ է փոխվել երկու երկրների տնտեսական հարաբերություններում։ Փաշինյանի հետ զրույցից ժամեր անց Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է նաև Իլհամ Ալիևի հետ, ինչ հարցեր են քննարկել Բաքուն ու Մոսկվան։ 212 միլիոն դրամ արժեցած կանաչապատման ծրագրից այսօր մնացել է միայն չորացած ծառեր, ով է պատասխանատու ծրագրի ձախողման համար։ Իսրայելն ու ԱՄՆ-ն տարբեր հաշվարկներ ունեն Իրանի հարցում, ինչու է Վաշինգտոնը սահմանափակում Թել Ավիվի հնարավոր գործողությունները։ Ընտրությունից հետո առաջին անգամ հեռախոսով զրուցել է Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Սակայն սպասված շնորհավորանքների փոխարեն զրույցի հիմնական թեման դարձել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները, մասնավորապես հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ Փաշինյանը նշել է, որ ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքի սահմանափակումները հակասում են երկու երկրների միջև գործող պայմանավորվածություններին։ Նա խնդրել է քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է հարցերը քննարկել գործընկերային երկխոսության միջոցով։ Ինչու հենց հիմա տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին առաջին հեռախոսազրույցը, Գառնի Մութաֆյանի ռեպորտաժում։ Զանգ Երևանից Մոսկվա։ Ընտրությունից հետո առաջին անգամ Փաշինյանն ու Պուտինը խոսել են հեռախոսով։ Սակայն անգամ ընտրությունից 2 ամիս անց չեն հնչել շնորհավորանքներ ընտրվելու կապակցությամբ։ Խոսել են տնտեսական սահմանափակումների մասին։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են երկու երկրների միջև գործող պայմանավորվածություններին և ԵԱՏՄ կանոններին։ Մոսկվայի դիրքորոշումը սակայն չի փոխվել։ Հայաստանը ըստ ռուսական կողմի չի կարող միաժամանակ շարժվել երկու տարբեր տնտեսական ուղղություններով։ Փորձագետներն էլ պաշտոնական հաղորդագրություններում տեսնում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ուղերձներ։ Հիմա հայտորեն խնդիրներ են ստեղծվել եւ այս ուղղությամբ որևէ ջանք չգործադրելը բնականաբար երկրի ներսում չէր կարող անկարելի լինել։ Հայաստանյան իշխանությունները փորձում են ամեն գնով ցույց տալ, թե իրենք ջանքեր են գործադրում ներսի գյուղատնտեսների համար կամ տարբեր արտադրողների համար ռուսական շուկան բաց պահելու համար եւ այս հեռախոսազանգը ըստ էության ծառայում էր այդ քարոզչական հետաքրքրությունների իրացման համար։ Տնտեսագետի խոսքով, եթե զանգը նախաձեռնել է Երևանը եւ շեշտը դրել է արտահանման խնդիրների վրա, ուրեմն խնդիրը լուրջ է։ Ռուսական շուկայից դուրս մնալու հետևանքները ծանր։ Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկա Եվրասիական տնտեսական միություն աճել է գրեթե 5 անգամ, իսկ Եվրոմիություն գրեթե չի աճել, այսինքն դեռ 1% անկում ունենք, ստագնացիայի փուլում է։ Այսինքն սա վկայում է այն մասին, որ ներկա կառավարության իշխանության ներքո ել ավելի ամբողջ կապեր Ռուսաստանի դաշնցալով եւ այս պահին ռուսական շուկայից մեզ լիարժեքորեն հրաժարվել է, ել ավելի ցավոտ կլինի։ Մինչ փորձագետներն ու պաշտոնական Երևանը խոսում են արտահանման ոլորտում առաջացած դժվարությունների մասին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի արտահանման տվյալները։ Նրա խոսքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է։ Չինաստան 83.4%, Հնդկաստան 81.3%, Եվրոպական միություն 80%։ Տնտեսագետն էլ հակադարձում է, շեշտում է, լավ է, որ արտահանման ոլորտում փոփոխություններ կան, սակայն այն ապրանքները, որոնց նկատմամբ Մոսկվան սահմանափակումներ է դրել, նախատեսված են հենց ռուսական շուկայի համար։ Դրանց մոտ 95%-ն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ։ Իսկ նույն ապրանքները եվրոպական շուկա տեղափոխել է լրացուցիչ ծախսեր ու լոգիստիկ դժվարություններ է ստեղծում։
Ինչ դուրս է գալիս, իրականում դուրս է գալիս հիմնականում դեպի Վրաստան, այնտեղ ձևակերպվում է որպես վրացական արտադրանք եւ արդեն իսկ մաքսատուքով մտնում է դեպի ռուսական շուկա, այսինքն այսպես թե այնպես հասնում է ռուսական շուկան, իսկ սկզբանե ռուսական շուկային հասցեատրված ապրանքը, սակայն այն հասնում է հավելյալ ծախսերով, որովհետեւ ապրանքի վիճակի փոփոխությունը, ինչպես նաեւ մաքսատուրքերը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ռուսական ռուբլին այս ամեն ինչի ներքին շուկայում արժեզրկվել է, մեր տնտեսվարողներին բավականին մեծ վնաս է բերում։ Աբրահամյանի խոսքով այս հեռախոսազանգը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրները ոչ միայն չեն հաղթահարվում, այլև խորանում են։ Խնդիրը չի հանգուցալուծվել եւ արկա հարցերը, որոնք քաղաքական մակարդակում կան, ոչ միայն չեն լուծել, այլ նաեւ խորացել են։ Եվ երկրորդը ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշակի դեդլայն կամ վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի իշխանությունների համար, իրենց դիրքորոշումները Ռուսաստանի համար կարևոր համարվող հարցերում հստակեցնելու։ Տնտեսական տարաձայնությունները հայ-ռուսական հարաբերություններում ավելի ակնհայտ քաղաքական ենթատեքստ են ստանում։ Ռուսական շուկայի սահմանափակումների պայմանում Երևանը փորձում է նոր ուղիներ գտնել, սակայն ընտրությունից հետո առաջին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հուշում է, որ տնտեսական խնդիրների հետևում դեռևս չլուծված քաղաքական տարաձայնություններ կան։ Գառի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից ժամեր անց Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը։ Հեռախոսազրույցից անմիջապես հետո Մոսկվայի եւ Բաքվի միջև նոր տարաձայնություն է առաջացել։ Դրա պատճառը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն էր։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ չէր կարող միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Հայաստանն Արցախը չէր ճանաչել որպես իր տարածք։ Բաքուն կոշտ է արձագանքել, հայտարարելով, որ Զախարովայի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը եւ հակասում են Ռուսաստանի նախկին պաշտոնական դիրքորոշմանը։ Ինչու է Արցախի թեման կրկին հայտնվել քաղաքական օրակարգում, մանրամասները ռեպորտաժում։ Արցախի հարցը կրկին վերադարձել է Մոսկվա-Բաքու քաղաքական օրակարգ, բայց այս անգամ ոչ թե բանակցությունների սեղան, այլ փոխադարձ մեղադրանքների դաշտ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները վիճում են ՀԱՊԿ-ի դերի եւ այն հարցերի շուրջ, թե ինչու կազմակերպությունը չի միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Գվարդեյսկ երիտասարդական ֆորումում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի միջամտությունն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչել Արցախը։ Նրա խոսքով այդ պայմաններում կազմակերպության մեխանիզմները չէին կարող գործարկվել։ ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի դիրքորոշումը, որը վերջին շրջանում վերածվել է, այսպես ասենք, սկզբունքային դիրքորոշման, բնականաբար Ռուսաստանը առիթ է, որպեսզի որոշակի վերանայումներ լինեն, որոշակի փորձել այսպես արդարացնել ռուսական քաղաքականությունը։ Բաքվի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարեց, որ Զախարովայի խոսքերը խեղաթյուրում են իրականությունը։ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այս առումով անհրաժեշտ է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններում եղած խնդիրները մեկնաբանել Ադրբեջանի տեսանկյունից։ Բաքուն պնդում է, որ Զախարովայի հայտարարությունը հակասում է հենց Ռուսաստանի տարիներ շարունակ ներկայացրած պաշտոնական դիրքորոշմանը։ Ադրբեջանի իշխանությունը հիշեցնում է, որ Մոսկվան մշտապես ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով Զախարովայի հայտարարությունը պատահական չէ եւ այն նպատակ ունի վերաիմաստավորել ՀԱՊԿ-ի դերը հայ հասարակության համար։ Հաշվի առնելով հանգամանքը, որ տևական ժամանակ հայ ժողովրդին այսպես ասենք մատուցվում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ԵԱՏՄ-ին անդամակցությունը նաև որոշակի առումով անվտանգային բարձիկ է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար, այժմ կարծեք թե սա դարձել է այն հիմնական գործոններից մեկը, որը հայ ժողովրդի որոշակի հատվածի մոտ բացասական կարծիք եւ էմոցիաներ է առաջացնում ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Զախարովայի հայտարարությունը սակայն նոր հարցեր է առաջացնում, եթե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Հայաստանի դիրքորոշման պատճառով, ապա ինչու է այդ բացատրությունը հրապարակայնորեն հնչում միայն հենց հիմա, հակամարտության ավարտից տարիներ անց։
Այստեղ կա մանիպուլյացիա, որովհետև միշտ ճանաչել է, եթե Ռուսաստանը միշտ ճանաչեր, չէր կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում էր, որ սա վիճելի տարածք է երկու պետությունների միջև։ Հետևաբար, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ պետություն համարեր, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է, անիմաստ կլիներ թե նրա անդամակցությունը եւ թե ընդհանրապես Մինսկի խմբի գոյությունը։ Այս բանավեճը ծավալվում է այն ժամանակ, երբ Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում արդեն նկատվում է լարվածություն։ Վերջին շաբաթներին կողմերը մի քանի անգամ փոխանակել են կոշտ հայտարարություններ Եկատերինբուրգում ադրբեջանցիների մահվան դեպքերից մինչև Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումները։ Այդ ֆոնին Զախարովայի հայտարարությունն ու Բաքվի արձագանքը դարձան երկու երկրի միջև հերթական հրապարակային հակասությունը։ Հատկանշական է, որ այս հայտարարություններից հետո Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրություններում ոչ Զախարովայի հայտարարությունը, ոչ հապկի թեման, ոչ էլ Ղարաբաղի շուրջ ծավալված բանավեճը չեն հիշատակվել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական գործակցությունը եւ տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առաջացած խնդիրների ֆոնին շարունակվում են նաև ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության ուղղության շուրջ քննարկումները։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա կարող է բախվել տնտեսական լուրջ խնդիրների։ Հաղորդագրության համաձայն Եվրամիությունը ևս գիտակցում է նման զարգացումների հնարավոր հետևանքները։ Շատ եվրոպական երկրներ արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ներմուծվող ապրանքների համար, ի վնաս տեղական արտադրողների։ ԵՄ-ն պահանջում է, որ Փաշինյանի կառավարությունը կրճատի ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում եւ խզի մարդասիրական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։ Միևնույն ժամանակ Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում։ ԵՄ-ն մտադիր է բացատրել կոնկրետ օգնության տրամադրման ուշացումը նրանով, որ ԵՄ-ին անդամակցությունը լիովին կախված կլինի Երևանից եւ նրան ձեռքբերումներից եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Նման քաղաքականությունը նախատեսվում է խթանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզայի ազատականացման հեռանկարների վերաբերյալ մանիպուլյացիաներով եւ հիանալի հեռավոր ապագայում Հայաստանն աշխարհի բարգավաճ խաչմերուկի վերածելու խոստումներով։ Միջազգային լրահոսի կենտրոնում մերձավոր արևելքն է, որտեղ լարվածությունը նվազեցնելու փորձեր են արվում։ Քաթարի եւ Պակիստանի մասնակցությամբ կողմերը փորձում են լուծել տարաձայնությունները եւ վերականգնել Վաշինգտոն-Թեհրան բանակցային գործընթացը։ Սակայն դիվանագիտական ջանքերին զուգահեռ տարածաշրջանում շարունակում են մնալ նաեւ անվտանգության եւ սպառազինությունների վերաբերյալ հարցերը։ Այս համատեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի շուրջ քննարկումներին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է եւ ընդգծել, որոշումները սպառազինության վաճառքի վերաբերյալ կայացնում է հենց Վաշինգտոնը։ Իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը ցանկանում է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն այս պահին Միացյալ Նահանգները նման քայլի համաձայնություն չի տալիս։ Կացի խոսքով Վաշինգտոնը մտահոգված է, որ Իրանը կարող է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին, ինչը կարող է հանգեցնել նոր ճգնաժամի, այդ թվում նավթի շուկայի անկայունության։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ անվտանգության խորհրդի Ուկրաինային նվիրված նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական վեճի ֆոնին։ Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ գլխավոր ասամբլեան երկարաձգել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքլեր Թյուրքի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը եւ եւս մի քանի երկիր դեմ են քվեարկել։ Դրանի պատասխան Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոստ չէ եւ հայտնվել է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ի պատասխան ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը լքելով դահլիճը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Զելենսկին ժամանել է ԱՄՆ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի հետ նախատեսված հանդիպումների գլխավոր թեման լինելու են Ուկրաինայի հակաբալիստիկ պաշտպանության ուժեղացումն ու Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցությունը։
Թրամփը մեկնաբանելով այն պնդումները, որ Մոսկվան կարող է Իրանին տրամադրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների արբանյակային լուսանկարներ, հայտարարել է, որ Պուտինին կհարցնի՝ Մոսկվան աջակցում է արդյոք Թեհրանին։ ԱՄՆ առաջնորդը նախկինում հայտարարել էր, որ վստահում է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներին։ Նրանք չեն միջամտի Իրանի հետ հակամարտությանը եւ չեն մատակարարի նրան զենք։ Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտնել է, որ Թեհրանն ադրբեջանական ASTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում։ Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ գործակցող անձանց նկատմամբ։ Ի պատասխան Բաքուն արգելել է իրանական Սեհեր հեռուստաալիքի եւ Մեհեր լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում։ Կոլումբիայի նորընտիր նախագահ Էբելարդո դե լա Էսպերլիան հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներում փակում են իրենց դեսպանատները։ Ցանկում են մասնավորապես Ադրբեջանը, Չեխիան, Հունգարիան, Մալայզիան, Ռումինիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ալժիրը, Կուբան, Հայիթին, Բարբադոսը, Նիկարագուան, Եթովպիան, Գանան եւ Սենեգալը։ Կոլումբիայի ապագա ղեկավարը նշել է, որ չեղյալ է հայտարարելու նաև Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատուն բացելու որոշումը։ Միևնույն ժամանակ դե լա Էսպերլիան ընդգծել է, որ դեսպանատների փակումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում նշված երկրների հետ, բացառությամբ Կուբայի եւ Նիկարագուայի։ 69-ամյա իտալացի Ֆրանկո Մալոսոն խարդախության համար դատապարտվել է ազատազրկման։ Նա շուրջ 20 տարի զբոսաշրջիկներին իր կառուցած տարածքը ներկայացրել է որպես հին հռոմեական ամֆիթատրոն եւ մուտքի համար գանձել 40 եվրո։ Մալոսոն պնդել է, թե 2005 թվականին տեղի ունեցած սողանքից հետո է հայտնաբերել հյուսիսարևելյան Վիչենցա քաղաքում գտնվող իր խոսքով Պերիկոյի ծովային ամֆիթատրոնը։ Մալոսոն այցելուներին ասել է, որ այդ վայրն աշխարհի ամենահին եւ ամենամեծ ամֆիթատրոններից մեկն է եւ թվագրվում է մեր թվարկության 393 թվականին։ Նա պնդել է, որ Հուլիոս Կեսարն այցելել է այդ վայրը Կլեոպատրայի հետ Եգիպտոսից Հռոմ վերադառնալու ճանապարհին եւ որ Շեքսպիրի Ջուլիետն ապրել է այնտեղ գտնվող հին եկեղեցում։ Գարնի Մութաֆյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։